երկու խնդիր մնաց լուծելու։ Մեկ խնդիրը գազն է, առաջնահերթ։ Բայց կա այս տարվա մեջ գազի տրակիր ունենք, որ գազը պետք է քաշենք այս տարվա մեջ։ Մեկ էլ գերեզմանի մոտով ճանապարհ պետք է սարքենք, այդ էլ կա այս տարվա տրակրի մեջ։ Ճանապարհը քարից պետք է սարքվի, քարասալիգային հարթացման ճանապարհ պետք է անի, հարթեցվի այդ ճանապարհը գյուղի համար։ Դա Ամենակարևոր ներողություն, ամենակարևոր խնդիրը մեր գազի խնդիրն է, այս տարի կա։ Դուք խոսում եք ճանապարհի մասին, այդ ճանապարհը արդյոք հարևան գյուղերին է կապելու այդ ճանապարհը, թե ընդամենը քանդված։ Չէ, մեր համայնքի մեջն է։ Մենք կենտրոնական փողոցը կպատկանա ազգային պարկին։ Ազգային պարկը կերտան ագրից։ Այդ ես գուզեի գյուղի մեջ մեր հատվածում կար, որ լավ չէր, սիրուն չէր, անընդհատ ջուր, ցեխի ժամանակ դժվար անցանելի էր, մենք Մանուկյանի հետ որոշեցինք, որ այդ ճանապարհը, քանի որ ազգային պարկին է, մենք համայնքի մեջ ուրիշ տեղ ենք, մյուս փողոց ունենք էլի, լավ չէ այդ փողոցը, բարեկարգենք, գերեզման տունն էլ, գերեզման ուրդիծոր գերեզմաններ կերտանք, այդ ճանապարհն է, համ բարեկարգված կեղնի, համ էլ համայնքի մեջ կեղնի, համայնքի միջի ճանապարհն է։ Ձեր գյուղամիջյան ճանապարհներն էլ այդպես բարվոք վիճակում չէր, հատկապես ձմեռվա այս ընթացքում։ Հիմի խնդրեմ նստի կողքս մանտամ քեզի սա համայնքով դու նայ։ Լրիվ համայնքը նայ։ Մենք մաքրած պրոբլեմ չունենք։ Գիտես մեր պրոբլեմը որն է։ Մեր տեխնիկան մինչև այն ցածիկ եղերից գազն է եղել, ասենք մեր օրուկես տևե։ Էլի կենտրոնականը բաց է, կռնակ էլի մտնիկ։ Այն փողոցներ կան, որ մեր օրուկես է, դա անոք էլ կբացվի։ Այնպես չէ որ տեխնիկան ամեն օր կռնա ամեն համայնքը մտնի տվյալ պահին բացի։ Դի բացելով կան, չէ, մաքրելով կան։ Ձեր գյուղը նաև խստաշունչ ձմեռներով է հայտնի, այստեղ ասում են երկու եղանակ կա։ Հա, երկու գարուն։ Հա, ձմեռն ու ամառ էլի, գարուն, ամառ չէ, ձմեռ եւ ամառ։ Ուրիշ պրոբլեմ չկա մեզի։ Լավ է, մենք գոյենք։ Այնպես չէ որ ես քաղաքացիական պայմանագրից եմ գովամ։ Տեսնին ժողովուրդը գովալավ չէ, լուսը լրիվ քաշել է 900 մետր, համարյա 1 կիլոմետր տարածքով գյուղի ես փողոցը լուսավորություն են քաշել, նոր այս տարի են քաշել։ Ձեր գյուղի մյուս կարևոր խնդիրը այն է, որ ձեր գյուղում հիմնական զբաղմունք չկա, ձեր գյուղում չամուսնացածներն են շատ, ձեր գյուղ հարց չեն գալիս։ Ես էլ գիտեմ, որ ձեր համար ցավոտ հարց է։ Հա, ես էլ ունեմ ջահելներ չպսակված, տղաներն էլ կան 30 տարեկան, 35 տարեկան տղաներ կան, որ պսակված չեն։ Դի գիտես թե այսպես որ գնայես կողքից, դի ահագին լուրջ պրոբլեմ է։ Աղջիկներն էլ դե իրանք քաղաք ուզեն, ամուսնացալու արարգավոր կեղնի քաղաք ուզեն աղջիկները։ Գեղի հետ չեն հարմարվի։ Ուզեն լավ կյանքով ապրին։ Գյուղն էլ առօրյան էլ այսպես է, առավոտ ելանք լրիվ բնակիչները, լրիվ անաստապահություն, ուրիշ բան չկա։ Հողագործությամբ չեք զբաղվում։ Դե դաշտավարությունն էլ ամառը կա, անասնապահությունն է։ Դաշտավարությունն էլ կա, ցանցեր ունի։ Այս պահի դրությամբ քանի ընտանիք է գյուղում ապրում։ 63 տուն է բնակելի։ Արտագաղթածները շատ են։ Մեկ 20 տուն արտագաղթել։ Շուտով, շատ շուտով։ Այս վերջի տարիներ համարյա չկան։ Վերջի տարիները նկատի ունեք 18-ից 15-ից հետո էլ այդպես։ Համարյա 15-ից մեկ տուն է երևի։ Այդպես։ Արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն ու Երևան էլ կան, Ռուսաստանն էլ կան։ Այն շատ մասը շուտ են արտագաղթել։ Առաջ են արտագաղթել։ Դե այն առաջվա անկախությունից հետո էլ գնացել են որ մեր պահում երկիրը վատ էր, վիճակը այդ ժամանակ շատ գնացին։ Իսկ հիմա չեն արտագաղթում։ Հիմա չէ։ Այդպես չկա, այլ որ ասեմ տեստուն այսօր կա։ Վերջը արտագաղթողը իմ հորոխորդ տղեն եղել գնացել է Երևան։ Մեր 5 տարի առաջ, այդպես։ Երևի 17 թվին է գնացել։
Դպրոցը ունենք, դպրոցը կաշխատի, նորմալ է, ջեռուցումը կա, խնդիր չկա։ Ձեր գյուղի դպրոցը փակվողների շարքում չէ։ Ես չեմ կրնա այդպես։ Բավարարում մեծ դպրոց է սարքեն, բայց չգիտեմ, փակվողների շարքում է, թե փակվողների չէ։ Դպրոցը լավ է, տնօրենը նորմալ է։ Բանի չեմ, այնպես չէ որ ներկայացրեն մենք պրոբլեմատիկ ենք, չէ, կաբրին ժողովուրդը։ Ինչ պրոբլեմատիկ, եթե ամեն տուն 3 հատ ավտո ունի։ Այդ ավտոները գազ կլցնեն, քշվի ինչ է։ Տներ կան որ երեխան ստանին մանկապարտեզ, Մարդկանց կյանքի այս բարեկեցիկ շատ լավ է։ փոփոխությունը դուք 2018-ից հետո եք արձանագրել։ Չէ, դե այսպես է, ամեն տարի մենք կզարկանանք, չէ։ Եթխո չենք երթա։ Դա կապ չունի, որ կառավարություն է, որ իշխանություն է, բայց ժողովուրդը կզարկանա առաջ եք երթա։ Հիմի ցանկացած տունել տանից մտնես տեսնես կաբրին մարդիկ նորմալ է, ասենք քաղաքացու նման չեն կաբրի, բայց պակասել չեն կաբրի։ Անասունը կպայեն, դաշտավարությունը կենեն իրանց, անցած տարվա տարին շատ լավն էր, բերքը լավն էր։ Ամեն հայատը համարյա հացադիկ կար, շատ լավ էր անցած տարվա։ Իսկ անասնապահությունը ձեռնտու է, օրինակ շատ գյուղերում ընդհանուր առմամբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Շիրակի մարզում կրճատվել է անասնագլխաքանակը, ձեռնտու է ձեզ համար Քեզ ասեմ, եթե մարդը աշխատասեր է, ինքը պայ դեռ այստեղ է նա, օրինակ, առանց ընտանիք տղա է, այս ջահել տղա է։ Իսկ անասնապահությունով կզբաղվի, իմ տղեն է։ Ինքը աշխատի եկամուտ ունի, եթե չաշխատեր չունի, չել ունենա։ Հիմի երիտասարդության շատ է, գուզեն որ առանց աշխատել եկամուտ ունենան, լավ ապրին, դա ինչպես կյանի։ Մեր մոտ մենակ անասնապահություն է, գյուղացիները ուրիշ պատճառաբանություն։ Ինչ կենեն, ինչ սպանդանոցներում պարտադիր մորթը պետք է Տիա սպանդանոցը սարքել են, թող տանեն մորթեն։ Սարկած է, կա, փաստ է։ Գյուղացիները բողոքում են, չի գործում, մարդիկ չունեն այդ հնարավորությունը հասնելու Հայկաձոր։ Հայկաձոր չէ, հիմի մեր սարկած է, Վարդաղպուր համայնքում։ Գործում է։ Հիմի Վարդաղպուր համայնքում սարկած է, բայց չգիտեմ, մոտ է քո ավտոյի մանգու կան, երևի ավտոյի խնդրեմ կա։ Ավտոմատիկ կա, գյուղից հավաքել տանը։ Խոշոր հաշվով չի աշխատում։ Հա ինչ են ինքը, թող աշխատի։ Դուրս մենք սարքել ենք, մի սարկածը կա, փաստ է, սարկած է, տեղը կա, ամեն ինչը կա, շենքը կա։ Մենակ մեքենայի մանգու կան, որ մեքենա առնեն, համապատասխան գյուղը երթա, այդ բնակիչն որ բողոքել է թե չեն տան, այդտեղից բառնը տան։ Քանի անասուն ունի, քանի գլուխ անասուն։ Մենք ունենք իմ տունս հիմի 30 հատ, հա։ 30 հատով։ Ոչխարաբուծությամբ զբաղվում եք։ Քիչ է մեր տանը քիչ է, մեր 20 հատի չափով։ Դուք գոհ եք ամեն ինչից։ Եթե աշխատեմ գոհ եմ, եթե չաշխատեմ գոհ չի։ Տեխնիկաներն էլ ունենք, ամեն ինչ էլ կա, երեխեքն էլ կաշխատեն, այնպես չէ որ մենք պարապ ենք։ Անասնապահությունով կաշխատենք, դաշտավարությունով կաշխատենք։ Ես կաշխատեմ համ վարչական ղեկավար եմ, համ էլ սեզոնին տրակտոր քշեմ, տեխնիկա քշեմ, կաշխատեմ էլի, չէ՞, մարդկանց օգուտ կտամ, իմ ընտանիքին օգուտ կտամ։ Մի վարքյան կմբեզոր չաշխատես չես ապրի։ Բայց գյուղացին ինչի՞ կփոխի, գեղկաբրի քաղաքացու պես չապրի։